Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում։ Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայիսի 13-ին քրեական ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան։ Մասնավորապես իրավապահները հայտնաբերել են մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ, օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։ Խուզարկության ընթացքում մենք նույնիսկ հայտնաբերեցինք, որ որոշ անձանցից, որոնք որ իրենց գործունեությունը ծավալում էին հենց այդ խմբի կազմում, վերցրել էին վերջիններիս անձնագրերը եւ նմանատիպ գործունեությունը նաև բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի հանցավոր հատկանիշներին եւ ներկայումս լայնածավալ քննություն է իրականացնում պարզելու, որ արդյոք բացի հափշտակությունից կան նաեւ թրաֆիքինգին բնորոշող հանցավոր արարք։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես խմբում ներգրավված անձինք, քողարկվելով Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան ներքո եւ փոխլրացնելով միմյանց գործողությունները իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ, կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված կեղծ գեմբլինգը։ Հատուկ ծրագրային ապահովման եւ համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում։ Ինչ է կեղծ գեմբլինգը, առհասարակ իրենից ներկայացնում, հանցավոր խմբերի կողմից ստեղծվում են օնլայն հարթակում կեղծ խաղատներ եւ այդ կեղծ խաղատների միջոցով հափշտակում են քաղաքացիների գումարները։ Հիշյալ հանցավոր խմբավորումը հենց նմանատիպ գործունեություններ իրականացրել եւ այդ խաղատներում գումարները կարող էին մուտք կատարվել բացառապես կրիպտոակտիվների տեսքով եւ այդ կրիպտոակտիվների օգտագործումը նպատակ ուներ քողարկել նաեւ հանցավոր խմբի գործունեությունը, այն անձինք, ովքեր որ այդ խաղատներից օգտվում էին եւ կրիպտոակտիվներով գումարները մուտք էին անում հիշյալ խաղատներ, վերջիններս առհասարակ շահելու հնարավորություն չէին ունենում եւ կորցնում էին նշված խաղատներում մուտքագրած իրենց ամբողջական գումարը։ Ընդ որում հանցավորները ստեղծել էին նաև գոյություն չունեցող կեղծ կրիպտո միավորներ, USDT-ին բնորոշ եւ նաև այդ եղանակով էին փորձում քաղաքացիներից հափշտակել նրանց կողմից խաղատներում մուտքագրած գումարները։ Վարույթային գործողությունների շրջանակում սերվերային համակարգերի առգրավման արդյունքում կեղծ խաղային որոշ հարթակների գործունեությունը դադարեցվել է, նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։